Samsung-ը 2 տարեկան է, ունի Down-ի համախտանիշ, արդեն ստաբիլ նստում է, հիմա արդեն անցել ենք 4-ի տեխնիկային։ Down-ի համախտանիշ ունեցող մարդկանց 21-րդ քրոմոսոմը լինում է 3 զույգով։ Քրոմոսոմներից մեկի այդ տրիսոմիան հանգեցնում է այս համախտանիշին։ Եթե սա վերածենք օրացուցային լեզվի, ապա 3-րդ ամսվա 21-րդ օրը խորհրդանշական իմաստով նրանց օրն է։ 2012 թվականից ի վեր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այն հռչակել է որպես Down-ի համախտանիշի համաշխարհային օր։ Նրանց մասին պետք է խոսենք, հանրությանը պետք է իրազեկել ինչպիսին են Down-ի համախտանիշ ունեցող մարդիկ։ Բացահայտենք, որ նրանք կարող են ավելին, քան մենք կարծում ենք, ասում է Տեր Գրիգոր Քահանա Գրիգորյանը։ Մոնթենը, որ ծաղրածուին ծուբրուգույ ասում, դա չի կարողանում ասել, շատ սիրում է դերասանություն, ինձ ստիպեց, որ իրեն ծաղրածուի շորեր գնեմ, նայ, և երբ որ մեր Արևի թատրոնի ղեկավարն էր, ասում են շատ լավ պլաստիկ բան է ասում է, կարծում եմ ուրախ պիտի լինեմ, որ լավ ծաղրածու դառնա։ Down-ի համախտանիշով մարդիկ կոգնիտիվ խանգարումներ են ունենում, սակայն դա չի ազդում նրանց տաղանդի և ընդունակությունների վրա։ Որոշակի պայմաններ ապահովելու դեպքում նրանք լիովին կարող են ապրել լիարժեք կյանքով։ Նրանք մեծ հակվածություն ունեն դեպի արվեստը։ Կենդաններ են շատ սիրում արևները։ Մոնթեի շունիկն է։ Այս Մոնթեի շունիկն է, Չալոնա, սիրում են իր հետ խաղալ, նայել իրենց ուժերն են չափում։ Քույրիկներն են, հա, նկարում։ Այո։ Ինքը խնամում է կենդանուն։ Այո, շատ է սիրում։ Ընդհանրապես արև երեխաները շատ են սիրում։ Այս քույրիկների պատրաստած բաներն են, այդ ձայնային երաժշտությունով սարքում իրենց համար ապրում են իրենց ապերիկով։ Down-ի համախտանիշ ունեցող երեխաները դժվարությամբ են զարգանում իրենց հասակակիցների համեմատ, սակայն ընտանիքի և մասնագետների աջակցության շնորհիվ նրանք կարող են սովորել, գրել և կարդալ, նկարել, նրանք կարող են հեծանիվ քշել, նվագել և զբաղվել սպորտով։ Նրանք ունեն հետաքրքրություններ։ Մանկապարտեզ կամ դպրոց կարող են գնալ, մի խոսքով կարող են անել այն ամենը, ինչ կարողանում է անել ցանկացած երեխա։ Հեքիաթ գրենք և հեքիաթի նյութը պիտի լինի Հերոս Մոնթեի և Արև Մոնթեի հանդիպումը։ Արև երեխաներ, այսպես են կոչում Down-ի համախտանիշ ունեցող երեխաներին։ Եվ մեզ հիմա հյուրընկալել է Արև երեխաներ կազմակերպությունը, որի ղեկավարը կյանքի փորձությամբ ձեռնարկել է այս գործը, քանի որ ինքն էլ Արև երեխայի ծնող է։ Երբ ծնվեց մեր որդին Մոնթեն ու պարզվեց, որ նա ունի Down-ի համախտանիշ, մենք առաջվեցինք բազմաթիվ դժվարությունների և հաղթահարելով դրանք, զգացինք ուրիշներին օգնելու այս առաքելությունը ստանձնելու պատգամը, ասում է Տեր Գրիգոր Քահանա Գրիգորյանը։ Անկեղծ լինեմ, չեմ ասի, որ ես խռով չեմ ունեցել և ստրես չեմ ունեցել։ Եղել է այդ ամեն ինչը սկզբնական շրջանին, խռովք է եղել, նեղվածություն է եղել, ստրես է եղել, բայց հաղթահարել ենք, որտեղ հասկացանք, որ ես բազմից ասել եմ, Աստված ինձ սիրում է, որտեղ ինձ վստահեց իր հրեշտակին, իր փոքրիկին, որ ես խնամում եմ իրեն, ու վերջ։ Դուք հասկացաք, որ մենք տարբեր խնդիրների դեմ կանգնեցինք եւ տեսանք, որ ուղղակի Հայաստանում գոյություն չունի կենտրոն, մասնագիտացված կենտրոն, եւ մենք հասկացանք, որ այս բալիկը մեզ տրվեց, որովհետեւ մենք հոգ տանենք, զգանք մեր կաշվի վրա ծանոթ լինենք այս երեխաներին եւ հոգ տանենք Հայաստանում Down-ի համախտանիշով երեխաներին։ Մոնթենը եղավ պատճառը կենտրոն։ Մոնթենը։ Մոնթեն։ Ինչպիսին է Մոնթեն հիմա։ Հրաշք։ Պատմեք նրա մասին։ Ուղղակի հրաշք։ Ես միշտ ասում եմ, որ Մոնթեն մի հրեշտակ է, որ ապրում է ինձ հետ մեր տանը։ Շատ Ընդհանրապես Down համախտանիշով երեխաները հայտնի են իրենց բարությամբ, անսահման սեր, խենթանալիք, սիրով լցված, հավատքով լցված եւ ինձ համար ամենակարևորը շնորհակալ զավակներ են։ Ինչով է դա արտահայտվում։ Իր սիրով, գիտեք, եթե փոքրիկ մի բան իր համար անում ես, անպայման կգա, կողջագուլի, կփաթաթվի քեզ, ձեռքով կխփի քո թիկունքի եւ շնորհակալ կլինի ամեն ինչի համար։ Ինչ է նա կարողանում անել։ Դուք գրել եք։ Եթե գիտեք, ամեն ինչ հիմա հասարակության մեջ տարածված է, որ այս երեխաները ոչ մի բան չեն կարողանում անել։
եւ ամենախարանի ենթարկված երեխաներն են դահուն համախտանշող երեխաները։ Բայց ես պիտի ասեմ, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մեջ ամենաթեթև հաշմանդամություն ունեցող երեխաներն են, որոնք ամեն ինչ կարողանում են անել, ինքնասպասարկում, առանձին ինքնուրույն ուտել, ինքնասպասարկել, հանվել, հագնվել եւ ես տարիներ առաջ վերցրեցինք մի կարգախոս, որ նրանք կարող են եւ ես արդեն 2-3 տարվա մեջ հասա նրան եւ կարողացանք ապացուցել, որ նրանք կարող են։ Մոնթեն տաղանդավոր է, լուսավոր ու բարի։ Նա երջանկություն է սփռում իր շուրջը եւ դարձել է արև երեխաների դեսպանը։ Նա դարձել է արև երեխաների ծնողներին սփոփելու եւ ուշ տալու արևը։ Եվ իհարկե, ինչպես մեզնից յուրաքանչյուրը Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ էլ եզակի են։ Նրանք ունեն իրենց բնավորությունը, հնարավորությունները, հետաքրքրություններն ու նախասիրությունները։ Իրականում նրանք անցնում են զարգացման այն փուլերով, ինչ բոլոր երեխաները։ Պարզապես նրանցից ավելի երկար ժամանակ է պահանջվում, իսկ նրանց խնամողներից պահանջվում է մեծ համբերություն։ Կարեն քեզ։ Դու լավ ես։ Կողմն ինչ է։ Անունդ ինչ է։ Դու Կարապետն ես։ Լավ։ Քանի տարեկան ես Կարապետ։ 17 տարեկան։ Ինչ ես սիրում։ Մեր կենտրոնը սիրում ես։ Չէ։ Չես սիրում մեր կենտրոնը։ Հա, սիրում ես թե չես սիրում։ Չինես։ Քեզ լավ վերաբերվում են այստեղ։ Սովորեցնում են, ինչ ես սովորել հետ։ Չես սովորելու, ինչի։ Սովորել չես սիրում։ Տիթի։ Լավ ես։ Հա։ Ինչ կա։ Լավ ես։ Այսօր ինչ օր է, գիտեք դուք երեխեք։ Այսօր իրանց օրն է, չէ՞։ Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին ավելի լավ է խնամել տանը, ընտանեկան ջերմության, սիրո եւ ուշադրության մթնոլորտում։ Այդպես նրանք ավելի արագ են զարգանում, ասում է Տեր Գրիգորը։ Ասեք, խոսենք։ Գրետա ջան, քանի տարեկան ես։ 8։ Չէ, մեծ ես։ Քանի տարեկան ես։ 19 ասա։ Նրանք մեծ հակվածություն ունեն դեպի արվեստի տարբեր ճյուղեր, նկարչություն, քանդակագործություն։ Նրանք շատ բարի են։ Ում դերն ես դու տանում ներկայացնում։ Բողացինոյի։ Դու ես Բողացինոյի դերն ես տանում։ Մանտնել Բլազոյի դերն է խաղում։ Ժինյանել Ալիսայի դերն է խաղում։ Շարվաշնել Տակտիլայի դերն է խաղում, կեյայի, էլի։ Նրանք կարող են ընկերներ ունենալ, սիրահարվել, երջանիկ լինել ու երջանկացնել մյուսներին։ Հետո դեմ չի կատաստանեմ։ Ես դեմ չեմ, չէ, ես ուրախ կլինեմ։ Ստից թագուհի, կաոտել եմ քեզ։ Ախիշ կլինի, հանկարծ հայտնվես։ Եվ թեկուս, իսկույն դաղթյալ չքանաս, ինչպես գիշերվա կաչատև երաս, միայն թե պատկետ տեսնեմ, դե ոնց ասեմ, ոնց եմ կարոտել։ Ապրեստա ում ես նվիրում այդ բանաստեղծությունը։ Ես բանաստեղծությունը նվիրում եմ ընկերս էլ անունն է Արևիկա։ Արևիկ։ Հա։ Ինչ լավ է։ Ինքը գիտի, որ դու բանաստեղծությունը իրեն ես նվիրում։ Հա։ Էստեղ է գալիս քեզ հետ։ Հա, միշտ իմ հետ պարապում է, իսկ քիանել միշտ սիրը հավազեմ։ Իսկ ինքը գիտի։ Չէ, չգիտի։ Բայց հիմա մեր հաղորդուհավորնայի կարող է իմանալ, դու դեմ չես։ Չէ, դեմ չեմ։ Ուզում ես որ իմանա։ Հա։ Շատ լավ։ Որ ես եմ իրեն սիրում։ Ինչ ես կարծում, իսկ ինքը քեզ սիրում է։ Հա, սիրում է։ Հա։ Ինքը չի ասել։ Չէ, չի ասել։ Բայց դու գիտես։ Հա, գիտեմ։ Շատ լավ։ Նրանք շատ ներփազգաց են ու բարի։ Անմիջապես զգում են իրենց հանդեպ անկեղծ վերաբերմունքը եւ տանել չեն կարողանում կեղծիքը։ Շնորհակալ եմ։ Ինձ Շակի Ալոյան, Ամերիկայի ձայնի համար։ Եվ շատ լավ արտասանեցիր։ Ես էլ երկիչ եմ։ Երկիչ ես համել։